Բարի երեկո։ Ինչպես եւ խոստացել էինք, այսօր շատ հետաքրքիր սկանդալային բացահայտման սկիզբն է վերաբերվող Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի դեկան պարոն Նարեկ Կեսոյանին։ Եվ հուսամ, որ տվյալ տեսանյութը անպայման հասու կլինի Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին, որի նկարը եւս տեղադրում ենք եւ կարծում եմ, որ ռեկտորը անմիջապես պետքա ձեռնամուխ լինի, որպեսզի Նարեկ Կեսոյանի մասնագիտական գործունեությունը կասեցվի առնվազն մինչև քրեական վարույթների ավարտը, որոնց մասին այսօր խոսելու ենք։ Մեր հետևորդները բազմիցս լսել են, ես Նարեկ Կեսոյանով խոսել եմ նոյեմբեր ամսին, հոկտեմբեր ամսին, մեծ եթեր ա եղել դեկտեմբեր ամսին, երբ արդեն անդրադարձել ենք ոչ միայն տարբեր համայնքներում վերջինիս ուղիղ վաճառքով հողերի գնման փաստին, մասնավորապես Ծաղկաձորում, ինչպես նաև Երևան քաղաքում, դրա մասին հիմա կխոսենք, բայց դրանից բացի խոսել ենք Նարեկ Կեսոյանի մասին, որը Կոմիտաս Կարապետյան, հիշում եք, Արցախի փոխոստիկանապետ Մերի Կարապետյանի ամուսինը, որը անմիջական մասնակցություն ունի նաև փողերի լվացման մեջ, որի մասին կխոսենք հաջորդ եթերին։ Այսինքն այս եթերները լինելու են մի քանի շարունակական, պարոն Կեսոյան, ընդվզել եք, որոշել եք 9 միլիոն դրամ հայցով մտնեք Պողոսյան Մարինայի դեմ, երբ ասել եմ, որ դուք դատվելու եք, ես հիմա էլ կրկնում եմ, դուք դատվելու եք, ինչը ապացուցվում է նաև նախաձեռնված քրեական վարույթով։ Այսպես, բայց Նարեկ Կեսոյանի կապերի վրա թող որևէ մեկը չկասկածի, եւ բոլորը պատկերացնում են, որ Նարեկ Կեսոյանը իր կապերով, իր հեղինակությամբ, իր կապերով տարատեսակ անձանց հետ, հիբրիդային կապերով իշխող կուսակցության իր հարևանությամբ ապրող անձնավորության, ինչպես ասում են, չար լեզուները, եւ կան բավականին հրապարակումներ հայաստանյան մամուլում, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի կուսակցության հետ շատ հիբրիդային կապ է, որ ածիպերիա Նատաշը, էս սա կլինի, ստեղ եմ, սա կլինի, ստեղ եմ։ Հիմա մենք շատ սենց կրճատ ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել, եւ դուք գիտեք, որ միշտ կոնկրետ մեր կազմակերպությունը, իդեմս մեր բոլոր աշխատակիցների, մենք միշտ հասնում ենք մեր ուզածին, լսեցիր Նարեկ Կեսոյան, եւ լսեք մնացածն էլ Դայան Սերոպներ, Կարեն Դավթյաններ, Սասուն կամ, չգիտեմ, հայերեն Սասուն, ռուսերեն Ստյոպա Կիրակոսյաններ, որ երբ որ դուք էլ մտածում եք, որ այս լռությունը մենք ձեռնից ձեռ ենք քաշել, ոչ, դուք էլ եք ենթարկվելու քրեական պատասխանատվության։ Նարեկ Կեսոյան, լսեցիր, ասեցի եւ արեցի։ Եվ անելու եմ դեռ շատ երկար ժամանակ, որովհետև այդ բուհը ինձ համար առնվազն շատ հարազատ բուհ է, եւ ես չեմ պատկերացնում, որ այդ բուհում պետք է աշխատեն մարդիկ եւ դասավանդեն երեխաներին անձեր, որոնք պետությանը կանխամտածված վնաս են պատճառում։ Ինչ եք դասավանդելու, շատ հետաքրքիր է։ Դասավանդելու եք ինչպես պետության հարկերից խուսափել, ինչպես քիչ գումար մուտքագրել Հայաստանի Հանրապետության բյուջե, սա է ձեր դեկան լինելու գրավականը, թե դեկան լինելու գրավականը ձեր կապերն են, արդեն հայտնի կապերը նշեցի, անհայտ կապերը չեմ կարող ասել։ Եվ դուք հույս ունեք ձեր զոնտիկների վրա, որոնք գոյություն ունեն, դատախազությունում եւ հակակոռուպցիոն կոմիտե, այսօր այդ անձրևանոցներն էլ են բացահայտելու։ Պարոն Փանոսյան, ես քեզ էլ հաղթեցի, հակակոռուպցիոն կոմիտե, որ փեշերը փռել էիք Նարեկ Կեսոյանի վրա, ձեզ էլ հաղթեցի։ Հիմա մենք մինչև Նարեկ Կեսոյանին պատմենք, թե ինչ է արել, դեռ երկար, բարակ պատմելու ենք հեքիաթներ, 1001 գիշեր։ Ինձ հետաքրքիր է, թե բացի Փանոսյանից, ակնհայտորեն ով է Նարեկ Կեսոյանի զոնտիկը։ Այսինքն ով է Նարեկ Կեսոյանին վստահեցրել,
կամ ասել, որ լող լավ է լինելու, լող շատ վատ է լինելու։ Եվ այն ինչ որ ես ասում եմ, որ դատախազությունը կամ հակակոռուպցիոն կոմիտեում կամ չէ, եւ հակակոռուպցիոն կոմիտեում կան հովանավորներ, ես հիմա ուզում եմ ձեզ ապացուցեմ։ Նարեկ Կեսոյանի հողային գործարքների վերաբերյալ բանա էլի, վարորդը նաև հսկիչ է, դեկանը նաև զբաղվում է տարբեր գործունեություններով, սկսած Լոմբարդից, տենց է թե չէ Նարեկ Կեսոյան, դե ասա չէ։ Մենք մյուս հաղորդմանը կդնենք։ Լողավազաններ մաքրելուց, հողակտորներ առնելուց ու անհասկանալի գումարներով երբևէ չի եղել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դեկանը ենթադրենք միայն մի գործարքով կարողանա 120 միլիոն դրամ տա։ Այսինքն սա կամ ուսանողներից վերցված կաշառք է, կամ Արտաշես Կեսոյանի, Նարեկ Կեսոյանի եղբոր ՌԴ գործարարի Ռուսաստանից բերված փողերի լվացումը, կամ էլ Մարս մոլորակայից այլ մոլորակայիններ եկել են Նարեկ Կեսոյանին ասել են դու ամենաարժանին ես երկիր մոլորակի վրա, առքես 120 միլիոն դրամ։ Այդ ես մի գործարքին եմ ընդհանրապես անդրադառնում։ Եվ ինչի է Նարեկ Կեսոյանը այսպես գործել, որտեվ վստահ է եղել իր անպատժելիության մեջ, որ ինչ է լինի, կամ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը իրան կպաշտպանի, կամ իշխող կուսակցությունը կպաշտպանի իրան։ Չէ, ինձանից քեզ չեն պաշտպանելու, ինչպես եւ մնացած բոլոր այն անձանց, ովքեր մխրճված են կոռուպցիոն գործարքների մեջ։ Եվ հիմա ես բացատրելու եմ ոնց ստացվեց հակակոռուպցիոն կոմիտե եւ դատախազություն կապը եւ խնդրում եմ ինքներդ հարգելի ժողովուրդ հասկացեք։ Ուրեմն 25 թվականի դեկտեմբերի 19-ին ես ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին հակակոռուպցիոն կոմիտե եւ սիրով հիմա հետևը կտեսնեք հաղորդում հանցագործության մասին հակակոռուպցիոն կոմիտե ներկայացված մեր կազմակերպության կողմից եւ ինչ է տեղի ունենում հակակոռուպցիոն կոմիտեն փոխանակ անդրադառնա հստակ գրված թե բյուջեն ինչքան վնաս է կրել Նարեկ Կեսոյանի մանիպուլատիվ եւ Ծաղկաձորի համայնքի ավականու այդ համատեղ, իսկ կազմակերպված խմբով կատարվածի արդյունքում որոշումա, որ ինչ որ մի հատ Հ. Մենք կարծեմ այդ Հ. նկարը եւս ունենք, հիմա կտեսնեք, բարև ձեզ Հ. Դու կոծկել ես Նարեկ Կեսոյանի եւ Ծաղկաձորի համայնքի ղեկավարի համատեղ կատարված հանցագործությունը։ Պարոն Նահապետյան, ինչու, почему, why, էլ որ լեզվով ասեմ ձեզ։ Դուք օրեր առաջ ասում էիք, որ մենք հեսա տեսանյութը կդնենք, որ դուք հորդորում եք ժողովրդին չներքաշվել ընտրական գործընթացների մեջ եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն չներքաշվել կոռուպցիոն իմաստով։ Մեր հորդորն է Հայաստանում եւ արտերկրում բնակվող մեր սիրելի քաղաքացիներին, որ չտրվեն որևէ ապօրինի ազդեցության, չներքաշվեն ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ եւ չդառնան ընտրական հանցագործությունների մասնակից կամ աջակցող։ Հիմա ես եմ ձեզ հորդորում, երբ որ քաղաքացին, իրավապաշտպանը, որևէ մեկը ներկայացնում է ձեզ հաղորդում առերևույթ հանցագործության մասին, ոնց որ դուք եք սիրում առերևույթ, այդ առերևույթը երևույթ է թե առերևույթ, կարող է ճշտվել միայն քրեական վարույթի նախաձեռնելու եւ քննության ընթացքում, եւ եթե քաղաքացին միտումնավոր սուտ մատնություն արել, դրա համար, եթե դուք տեղյակ եք, քրեական օրենսգրքում գոյություն ունի հոդված։ Պարոն Նահապետյան, սա հստակ ձեզ իմ հորդորը, ես եմ հիմա ձեզ հորդորում, որտեվ ես եմ հարկատում, բայց ինչ է տեղի ունենում հակակոռուպցիոն կոմիտեն դեկտեմբերին 19-ին ներկայացնում եմ հաղորդում հանցագործության մասին, երևի հակակոռուպցիոն կոմիտեն նոր տարի է նշում, մինչ նոր տարյան, post նոր տարյան սինդրոմներ եւ ինչ որ մի Հ.
14:01, այսինքն ուտում, խմում, հանգստանում, պրծնում են, պախմելնի բոլոր սինդրոմները անցնում է, ասում է թե հանցագործություն չկա։ Լավ, բա որ չկա։ Հիմա ո՞նց կա։ Այսինքն դու կոծկել ես։ Դու խաբել ես միգուցե պարոն Նահապետյանին չի խորացել։ Ես չգիտեմ, պարոն Նահապետյան, այդ դուք պարզեք։ Հայկ Դանելյանը ինչու է խաբել ձեզ կամ չի խաբել ձեզ, դուք համաձայնվել եք, որ չկա։ Դրանից հետո սահմանված կարգով ես բողոք եմ ներկայացնում գլխավոր դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտեի հսկողության եւ այլն վարչություն եւ ամենակարևորը մեր բոլորին հայտնի Փանոսյանը, հələ մատ ասեք P-A-N-O-S-Y-A-N Փանոսյան գտնում է որ այո այդտեղ հանցագործություն ընդհանրապես չեղել, նույնիսկ թղթերս չեն դիմանում, ընկնում են գետին։ Ասում են ինչ հանցագործություն, Նարեկ Կեսոյանը, Գերոյ Նաշովը Վրեմինի, Սամ, Դեկան։ Շատ հետաքրքիր է։ Եվ միևնույն ժամանակ, տեսնելով, որ ես չէ, ոդկս գազից չեմ հանում, ասում են գիտեք ինչ, նայեք դեկտեմբերից, ասում են մենք այդ ձեր ներկայացրած տվյալները օպերատիվ չգիտեմ ինչ կստուգենք։ Ստուգում են, մեկ էլ վայ գալիս է ապրիլի կեսը, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, 5 ամիս, ձեր պատճառով, ձեր մեղավորությամբ, ձեր զոնտիկների պատճառով եւ միայն իմ հետևողականության արդյունքում, որ ամեն օր ասում եմ, ինչ եղավ Նարեկ Կեսոյանը, եւ միայն ապրիլի 14-ին պարզվում է, որ դուք պատկերացնում եք օպերատիվ բլոկը ստուգել է եւ պարզել է, որ այո, Մարինա Պողոսյանը ճիշտ է ասում, ուրեմն Մարինա Պողոսյանը Նարեկ Կեսոյանի հողակտորների մանիպուլյատիվ գործունեության մասին կադաստրի վկայականներով հստակ ամեն ինչ ներկայացրել էր։ Դուք ինչի եք վատնում հարկատուի միջոցները, հարգելի պարոն Նահապետյան, որ ձեր օպերատիվ բլոկը թող վարույթը նախաձեռնեին 5 ամիս առաջ արդեն Նարեկ Կեսոյանը պետքա լիներ դատարանում, դատված։ Ծաղկաձորի համայնքի ղեկավարի հետ միասին եւ իրենց ծանոթացնողի, ինչ որ մի բան փոխանցողի, չէ՞, կանյակի շշի, չգիտեմ, ինչ որ մեկի հետ միասին պետքա լիներ արդեն գալանքի տակ կամ ասեիք չկա տենց բան։ Այսինքն դուք 5 ամիս ստուգել եք ընդամենը 2 թուղթ։ Այսինքն դուք բան ու գործ չունեք, դուք հարկատուի միջոցները տենց ծախսում եք ամիսներով, հետո ասում եք վայ օպերատիվ բլոկը ստուգեց, պարզվում է Տիկին Պողոսյանը ճիշտ էր ասում, լուրջ, շատ հետաքրքիր է, բա ես գամ այդտեղ, դառնամ միանձնյա օպերատիվ բլոկի ղեկավար, սամ դնիվալնի, սամ դիժուրնի չիլավեկ օրկեստր, ձեզ բան ենք ուղարկում, հորդորում եմ, հորդոր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։ Ձեր վարչապետը տեղյակ է, թե դուք ինչով եք զբաղված, որ դուք 5 ամիս Փանոսյանի հետ դրուժբը նարոդով ձեռքի տված, ձեր են մեծ զոնտիկը փռել եք Նարեկ Կեսոյանի վրա, ինչու, ձեր մեծ ինչ, սեր կա, զգացմունք կա, բարեկամություն կա, թե ուրիշ բաներ կա, կապողողակներ, չի լինելու ոնց որ դուք եք ուզում, լինելու է ոչ թե սա իմ կապրիզն է, լինելու է ոնց որ ես եմ ուզում, որտեվ ես արդարության կողմն եմ։ Understand, Նարեկ Կեսոյան, understand? Դու բոլոր լեզուներին տիրապետում ես աշխարհի, մյուս անգամ չինարեն էլ քեզ կասեմ, կարող է չինարեն ավելի լավ հասկանաս։ Փաստորեն Նարեկ Կեսոյանը բազմազոնտիկ է, ունի եւ հակակոռուպցիոն կոմիտեում հովանավորներ եւ գլխավոր դատախազությունում ես Փանոսյանից վերև չեմ էլ բարձրանում, որովհետեւ դա զուտ Փանոսյանի գործառույթն է։ Եվ հիմա Տիկին Վարդապետյան, ճշտեք Փանոսյանը ինչով է հետաքրքրված։ Հիմա ապացուցվեց, չէ՞ որ մենք դեկտեմբերին ես հաղորդում եմ ներկայացրել եւ փաստերը ճշգրիտ ա եղել։ 5 ամիս ստուգվել է փաստեր, որ մեր պուճուր կազմակերպությունը 3 օրվա մեջ էր պարզել,
եւ նախաձեռնում է վարույթ 14-ին նախաձեռնում են վարույթ 20-ին ասում են Նարեկ Կեսոյան գնա մի հատ Պողոսյան Մարինայի վերաբերյալ հայց ներկայացրա Նարեկ Կեսոյանի հետ հայցել այնքան ենք խոսելու այդ հետո այսինքն երբ որ Փանոսյանը տեսնում է որ ին բերան հնարավոր չի փակել որ ես անընդմեջ բարձրաձայնելու եմ թե ոնց է ստացվում որ համայնքային հողերը ուղիղ վաճառքով ասենց օտարվում են կոպեկներով պետությանը վնաս պատճառելով ասում են գնա մի հատ հայց ներկայացրա կարող այդ հայցից ազդված Տիկին Պողոսյանը ձենը կտրի չէ Տիկին Պողոսյանի պարկտրոնիկը մենակ վերև է աշխատում իդեպ հարգելի իրավապահ համակարգ հարգելի հորդորող պարոն Նահապետյան եթե մի փոքր ջանք չխնայեր ձեր օպերատիվ բլոկը կգտներ որ դեռ 24 թվականին մենք բոլորս գիտենք որ հետքում լուրջ հետաքննություններ է կատարվում դեռ 24 թվականին Սարա Պետրոսյան անվամբ լրագրողը ուներ հոդված աճուրդ թե ուղակի վաճառք միջակետ իշխանություն եւ փող ունեցողները հողամասներ են գնում Ծաղկաձորում հոդվածը վերաբերում է Նարեկ Կեսոյանին Նարեկ Կեսոյան դու իշխանություն ունես թե փող ունես որտեղից է այդ փողը զաչոտնիկներից է այս հարգարժան ռեկտորը ձեզ հատուկ երևի թե կարող է հատուկ պարգևավճարներ ա տալիս այնքան որ դու մենակ մի հողակտորի համար կարաս 120 միլիոն դրամ վճարես քեզ որտեղից 120 միլիոն դրամը եթե Արտաշես Կեսոյանն ա բերել բա այն այնտեղ երկիր կա Ռուսաստան գրենք էլ այդ Պուտինին բան մնացածին հարկային տենակ էդ հարկերամուծ է պեկում որ բերել է այդ փողը ոնց ա բերել քեշ ա բերել փոխանցումով ա բերել Աննա Սողոմոնյանի պայուսակի մեջ ա բերել Աննա Սողոմոնյանը իդեպ ես ասում եմ Բարգավաճի հետ կապը Նարեկ Կեսոյանի սա այն սուբյեկտն է որ Նարեկ Կեսոյանի հետ ազգակցական կապերով բնակվում է նույն բնակարանում ասեմ որ հասցեում Նարեկ Կեսոյան մի հատ էլ քաղայց տարասա անձնական տվյալներ Երևան նոր մոլդավական 35-4 Աննա Սողոմոնյանը հիմա հետևում կտեսնեք այս Սողոմոն Սողոմոնյանի դուստերն է Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից Էս ինչ խառն եք դուք Էս ինչ խառն եք մեկը պոզիցիա է մեկը օպոզիցիա բայց որտեղ փող ու հետաքրքրություն կա դառնում են բիպոլյարնի կուսակցություն բիպոլյարնի sense ինչ էլ ուզում ա լինի մեջը փող լինի Հիմա նայենք թե հետքը ինչ էր գրել, որից հետո մենք էլ մեր սեփական հետաքննություն արեցինք, որը այդ P-A-N-O-S-Y-A-N գտա, որ չկա տենց բան, Փանոսյան։ Ծաղկաձոր համայնքի ավականին 2023 թվականի մայիսին ընդունված որոշմամբ Երևանի տնտեսագիտական համալսարանի դասախոս, այնվաղ դասախոս ա եղել, հետո որ հող առել դառել դեկան, ասել ես մեծ լատիֆունդիաներ ունեմ, ես լատիֆունդից Նարեկ Կեսոյանն եմ, ես չեմ կարող հասարակ դասախոս լինեմ, մի հատ այս ռեկտորին պետքա հարցնել, ոնց դառավ դեկան։ Սեփական հողամասին կից պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քառակուսի մետր հողամասը ուղիղ վաճառքով վաճառում է, նայեք ինչ հողամաս։ Հանգստի համար նախատեսված 2000 քառակուսի մետր հողամաս ու այստեղ միացվում է Նարեկ Կեսոյանի նախկինում ձեռք բերած 2000-ին Նարեկ Կեսոյանը դառնում է մեծագույն լատիֆունդից 4000 քառակուսի մետր հողամաս հիմա որ ապացուցենք այս երկու սուբյեկտների կապը եւ Նարեկ Կեսոյանի անթակույց սերը դեպի Գագիկ Ծառուկյան որ միշտ մոտիկ գտնվի Ես հիմա ցույց ցույց տամ։ Ուրեմն հասցեները, երբ որ հանում ենք, տանձախբյուր ընդեղ 40 դրոպ 6, 40 դրոպ 11, Գագիկ Ծառուկյանի Հեսա ցույց կտանք, չնեղվեք։
Multi Grand Resort եւ Royal Sky ռեստորան, Multi Grand Resort-ին գտնվում է Տանձախբյուր 38, այսինքն 38 40 իրար հարևանությամբ։ Հիմա պարոն Փ.Ա.Ն. Օ.Ս.Յ.Ա.Ն. դու լավ չես, գրագիտության, կարդալու, ըմբռնելու, այդ ձեր օպերատիվ տեղեկություններ, նույնիսկ այս տեղեկությունները չունեմ, պարոն Ն.Ա.Հ.Ա.Պ.E.Տ.Յ.Ա.Ն. չունեն։ Իսկ դուք 5 ամիս Նարեկ Կեսոյան պաշտպանեցիք, ինչը ստրելկա, ծիրե, հավասարության նշան, դա մարդու հանցագործություն պարտակելա, որը նշանակում է հացակցել։ Տառերով չասեմ, տենց լավ կհասկանաք։ Նարեկ Կեսոյանի ուղիղ վաճառքով գնված, այսինքն պատկերացնեք Ծաղկաձորում հանգստի գոտու համար նախատեսված, գնում է Նարեկ Կեսոյանը կադաստրային արժեքով։ Քանի քաղաքացի գիտեք, որ կադաստրային արժեքով Ծաղկաձորում հանգստի համար նախատեսված 2000 մետրը կադաստրային արժեքով է առնում, այն է 32 միլիոն, չգիտեմ ընդ քանի 353,000 դրամ։ Սա գրված է հետքում, նույնը չուզի սա Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե ոչ չէ նստած եմ խոսում, կոմիտեի արձանագրությունն է ապրիլի 14-ին քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Պարոն Նահապետյան, բա 5 ամիս ինչու հապաղեցիք։ Ինչ արժե 5 ամիսը, ուզում եմ իմանամ։ Ինչ։ Ամսավճարա, օրավճարա, օրավարձա, ինչու։ Ես որպես հարկատու, որ գումար եմ տալիս, որ դուք աշխատավարձ ստանաք, այսինքն դուք ասվածը մեծատառով դուք չէ, փոքրատառով, ամբողջ կառույցի նկատի ունեմ, ես գումար եմ տվել, որ դուք աշխատավարձ ստանաք, որ 5 ամիս կոծկվի իմ կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին, ինչ նոր տվյալ կա ստեղ ձեր օպերատիվ բլոկից։ Մարինա Պողոսյանի կողմից տրված հաղորդումը հանցագործության մասին արտատպել են, ուղարկել եք ինձ, որ գիտեք, քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց ձեր տված հաղորդումը չի։ Ձեր տված հաղորդման հիման վրա օպեր բլոկի արած հետազոտությունը։ Դուք ուրիշ բան ու գործ չունեք զբաղվելու։ Հիմա նայեք։ Այս հողը միանում է Նարեկ Կեսոյանի նախկինում առած հողին։ Այն մի հողը, որ առել էր ավելի շուտ, այսինքն պարզվում է, որ Ծաղկաձորում գները նվազել են։ Այն առաջի հողը առել է 120 միլիոն դրամով մասնավորից, էլի 2000 մետր կպած հողը, կպած։ Հետո արդեն առնում է 23 թվին 32 միլիոն դրամով։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, արդյոք պարոն Նահապետյան, ձեր օպեր բլոկը ստուգել է, թե Ծաղկաձորում գների անկում է տեղի ունեցել հողի, հա, հետաքրքիր է, անկում է տեղի ունեցել, ես նույնիսկ էլ ավել բանի չեմ ուզում անդրադառնամ, եւ այս քրեական վարույթ նախաձեռնելու այս թղթոնի մեջ, որ ինձ ուղարկել են, որ էլ մի խոսա Նարեկ Կեսոյանից, վարույթը նախաձեռնվեց, նախ հոդվածը սխալ է, որտեվ սա կազմակերպված խմբի կողմից է, որովհետև ավականու ղեկավարը ինքն իրան, ինչ էր դրա անունը, հա, այս օպեր լիազոր Ռաֆայել Հովասապյան, դու իմ գրածից ավել ինչ ես գտել, որ իմով չնախաձեռնեցիք, մեկը նախաձեռնել եք, մեկը ես եմ գալու ցուցմունք տամ, մեկը Նարեկ Կեսոյան դու դատվելու ես։ Հիմա մի հատ հետաքրքիր հարց։ Ժորժ ջան, ո՞նց է ստացվում, որ Ծաղկաձորի համայնքի ղեկավար, էս էլ է Նարեկ։ Նարեկները իրար նկատմամբ հատուկ զգացմունք ունեն, ուղիղ վաճառքով են իրար ծախում։ Պրիմոյ կոնտակտ։ Ճեսնի կոնտակտ։ Նարեկ Ռուբիկի Հարությունյանը հանդիսանալով տեղական ինքնակառավարման, այս թղթոնից եմ կարդում, ինքնակառավարման մարմնում իրավունք, պարտականություն եւ պատասխանատվություն Նարեկ Կեսոյանին վաճառել է ուղակի վաճառքով, անտեսելով SSSS, չարաշահելով SSSS։ Հիմա այս Նարեկը Ռուբիկի Հարությունյանը ինչ հետաքրքրություն ուներ Նարեկ Կեսոյանից։ Զանգելա
ռեկտորին Արմեն Վարդանի Գրիգորյանին ասելա լավ հող ունենք Ծաղկաձորում, կարողա քու դեկանը ուզենա, դուք մարդկանց ձեռ եք առնում հարկատուներին։ Պարզ չի, որ այստեղ եկել են իրար հետ հանցավոր համաձայնության եւ սա կազմակերպված խմբի կողմից է։ Ուրեմն պարոն Նահապետյան, չեք կարողանալու Նարեկ Կեսոյանին փրկեք իմ ձեռքից, ուղղակի չեք կարողանալու եւ Նարեկ Կեսոյան դու դատվելու ես։ Հիմա հարգելի, այս առաջի մասն է, բայց կա մեկ այլ քրեական վարույթ։ Փողերի լվացում։ Նարեկ Կեսոյան, դրա մասին հաջորդ դասին դու սպասի, ուշադիր նստի, այդ դեկանիդ մանդատը առ, նստի ու սպասի, որ պարզվի, թե եղբայրը տա Արենբուրգից Կրասնոդարից փողերը քեշ բերել, այդ ինչ էր Սողոմոն Սողոմոնյանը, Աննա Սողոմոնի Սողոմոնյանն ա բերել, ուր դուց քեզ, Զաչոտնիկի մեջ ա եղել, այս Արմեն Գրիգորյանն ա քեզ 120 միլիոն պարգևավճար տվել, հետո էլ սովորացրել, որ դու պետք ա գնաս պետությանը խաբես։ Հիմա այս ամեն ինչը զատ, սրա մասին մենք դեռ էլի ենք խոսալու եւ ուզում եմ հասկանամ պարոն Ծառուկյան, ձեր կուսակցությունը համագործակցում է իշխող կուսակցության հետ, թե ձեր կապողողակը Նարեկ Կեսոյանն է, էդ էլ հասկանանք, որ ինքը զուտ պետք է հող առնի քո հողին կպած, որ իրար հետ անեք շինարարություն, որտեվ ձեր մեջ կա անձնական կապ։ Մեկ էլ Նարեկ Կեսոյան, հիշենք, որ քո կողքի գյուղացին էլ իշխող կուսակցությունից է, օպերբլոկ։ Ինչի չպարզեցիք, որոշել եք ինձ մի հատ թղթոնով խաբել, չի լինելու, դուք հիմա սպասեք, 6700 հատ իմ կողմից կստանաք սրանքից հաղորդում, սրանքից միջնորդություններ եւ պարոն Նահապետյան իմ կողմից հորդորներ, լիքը հորդոր, դուք հորդորեք, որ ընտրական գործընթացներին կաշառք չվերցնեն, ես էլ հորդորում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն չվերածվի կոռուպցիոն կոմիտեի եւ եթե հաղորդում է տրվում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ, ձեր Հայկ Դանելյանները զբաղվեն, կստանաք նաև շուտով հաղորդում Հայկ Դանելյանի հանցավոր անգործության վերաբերյալ, որտեղ վերջինիս պատճառով 5 ամիս ուշ նախաձեռնվեց վարույթ Նարեկ Կեսոյանի եւ Նարեկեն ինչի աներ, չգիտեմ, այն Ծաղկաձորի համայնքապետի արած գործարքների եւ պետությանը պատճառված վնասի վերաբերյալ։ Արամ Գրիգորյան, ռեկտոր, դուք ոնց կարող եք հանդուրժել, որպեսզի Նարեկ Կեսոյանը, իհարկե, անմեղության կանխավարկածը հարգում ենք, բայց փաստ վնաս Հայաստանի Հանրապետությանը, այսինքն մի մարդ, որ վնաս է պատճառում Հայաստանի Հանրապետությանը, լինելով տնտեսագետ, մարքեթինգի եւ մենեջմենթի, տենց եք մենեջանում, հա, տենց եք մենեջանում, որ պետությանը վնաս պատճառը, նա շարունակի իր գործունեությունը ձեր ղեկավարած բուհում որպես դեկան։ Լավ հիշեցի, պարոն Նիկոլ Փաշինյան, դիմում եմ ձեզ, դուք տեղյակ եք ձեր բուհերի դեկանները ինչ աշխատավարձներ ունեն, առնվազն մենք մեր հաշվարկներով Նարեկ Կեսոյանը արդեն շատ միլիոն դոլարների է հասել, հələ էլիտ ռեզիդենս կա, հələ լիքը բաներ, հիմա այս Քոչարյանի սինդրոմն է, որ ասում է ես ավարտեցի, գնացի միտեղ աշխատեցի, միլիոնավոր դոլարներ, չգիտեմ, կոմունիստների վաղտ միլիոնավոր դոլար որտեղ ա եղել, այս տենց շեղվեցի։ Նարեկ Կեսոյան, ձեր մոտ հիմա ում սինդրոմն է, Քոչարյանի սինդրոմն է, Ծառուկյանի մոտ լինելու սինդրոմն է, իշխող կուսակցության հետ լավ լինելու սինդրոմն է, եւ կարող է դրանով է պայմանավորված, որ դուք լինելով փաստացի բրոկերի կարգավիճակում Նաիրի Զարյան փողոցի հողերն կոմիտաս, օպերբլոկ պարզեցի Նաիրի Զարյանում ինչա կատարվել, պարոն Նահապետյան պարզեցիք, թե սենց մի հատ թղթոն եք ուղարկել, սրանով բավարարվող չկա չի եղել եւ ես ձեզ հաղթել եմ։ Հիմա Նարեկ Կեսոյանը սանտեխնիկ չի, եթե նույնիսկ մենք անմեղության կանխավարկածի մասին ենք խոսում, չենք ասում աշխատանքից ազատել։ Ժամանակավորապես պարոն ռեկտոր
Պետքա կասեցնեք վերջինիս գործունեությունը, որտեղ վերջինս ուսանող է կրթում եւ սերունդ է կերտում։ Այսինքն ինքը պետքա մտնի լսարան եւ ասի ոնց խափել պետությանը, հա։ Սա պարոն Կեսոյան, ես չգիտեմ թե ինչ դեմքով եք մտնելու լսարան, որտեվ կա նաև երկրորդ քրեական վարույթը, ես չեմ պատկերացնում, կարող է դուք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի քրեական հեղինակություն եք։ Անհապաղ կասեցնել վերջինիս մասնագիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետության պետական տնտեսագիտական համալսարանում մոտորերը սպասեք մաս երկրորդին, հետո մաս երրորդին եւ մաս չորրորդին։ Զոնտիկները քեզ չի փրկելու։ Նարեկ Կեսոյան, դու դատվելու ես, կարող ես 18 միլիոնի էլ հայց ներկայացնես, որ ես ասել եմ դու դատվելու ես, ասեցի, անում եմ եւ անելու եմ։